Ակնկալիքով եք դուք եկել գլխավոր դատախազության շենքին։ Գիտեք, ես այս շենքի մոտ վերջին տարիներին եղել եմ մի քանի անգամ եւ ոչ մի ակնկալիք չեմ ունեցել, քանի այս շենքի կառավարող պուլտը, ինչպես ասում են, գտնվում է մեկ մարդու շենքին։ Այստեղ մենք հավաքվել ենք, այս պահին նաեւ ես եմ այստեղ, մեկ անգամ եւս հիշեցնելու, որ այս երկրում գործում է հանցավոր ռեժիմ, հանցագործ ռեժիմ, որի գործունեությունը աղետ է բոլորի համար, բայց հատկապես ես ինչքան հասկանում եմ 18-ից 20-25 տարեկան երիտասարդների համար։ Ինչով է պայմանավորված այս ուժի նման ատելությունը, այս հատկապես տարիքային այս շեմի խավի հանդեպ չեմ կարող բացատրել։ Միակ բացատրությունը, որ կարող եմ ունենալ, մեր հարևան ոչ բարեկամ երկրների գենետիկ ատելությունն է մեր ժողովրդի եւ նրա առողջ սերմի նկատմամբ։ Ես այստեղ եմ հատկապես խրախուսելու Դավիթի ընկերներին, որովհետև ես չեմ կարող իմ հիացմունքը չթաքցնել այս դասարանի, այս ընկերների հանդեպ։ Ես Դավիթին չեմ ճանաչում, Միքայելին երբեք չեմ տեսել, չեմ ճանաչում, բայց միայն այն փաստը, որ այս երիտասարդները ծաղկազարդի օրը պատարագի ժամանակ աղոթքի մեջ նրանց մոտեցել են հանցավոր մարդիկ, որը իբր պատարագի էր եկել, պատարագի եկած մարդը իր թիկնազորով մարդկանց տերորի ենթարկելով առաջ չի գնում առջևում կանգնելու իր կարևորությունը ընդգծելու համար, կանգնում է պատարագից մի հատ լաց դսում գնում է, եկել էին սադրելու